Ունենք ասելիք, հիմա այսքանս ենք այսօր եկել եւ այսքան մարդիկ են եկել բարձրաձայնելու։ Այսօրվա ակցիայի նշանակությունը նպատակը որն էր։ Մենք դեռ ամիսներ առաջ բարձրաձայնել ենք, որ հնարավոր է լինի խնդիր, որ լինելու է խնդիր դասախոսների մոտ, ովքեր աշխատում են համատեղությամբ, նրանք ավտոմատ ընկան այս կենսաթոշակային արդեն իսկ անվանափոխված ուղղակի օրենքի ազդեցության տակ եւ հիմա նրանց երկու աշխատավարձներից պահումներ է կատարվելու։ Դա հղի այդ լուրջ խնդիրներով վարչապետը 2 ամիս առաջ ֆինանսների նախարարին հանձնարարել էր այս խնդրին լուծում տալ։ Համատեղությամբ աշխատող դասախոսների հարցը ինչ որ լուծում առաջարկել։ Մինչև հիմա ոչինչ չի արվել այսինքն։ Բացահայտվեց, որ այդ գումարները, որոնք որ պետք է նստեին օգտատերերի հաշիվներին, այսինքն պետությունը պետք է փոխանցեր, դրանք պարզապես չկան։ Այստեղ հարց է առաջանում, թե այդ բազմաթիվ միլիոնները ուր են գնում, մարդկանցից պահում են գումարները եւ իհարկե պարզ է դառնում, որ նպատակը ի սկզբանե այդ չէր, ինչը որ խոստանում էին։ Մենք ելումուտը չենք խոչընդոտում, որովհետեւ ելումուտ ապավելու համար պետք չի 15 մետր։ 3-4 մետրը հերիկա։ Միջև կավարել ենք մենք կանգնում։ Ըստ ինձ, հավաքը անցկացվում է այստեղ եւ երկու Եթե մենք կավարենք, առաջ չենք դե նպատակը ապահովելն է ելումուտի ապահովությունը, դա թե որ որևէ կերպ, եթե անգամ ելումուտ չի խախտվելու, հավաք տեղի չունենա այն մայթի վրա։ Եթե հավաքը տեղի ունենա այն մայթի վրա, բնականաբար ելումուտը խախտվում է։ Ասել որ ոչ, ասել Առավել եւս, նաեւ տվյալ հիմնարկ ձեռնարկության, տվյալ դեպքում ֆինանսների նախարարության բնականon աշխատանքը կատարվի։ Դրա համար հավաքի դատարկման Նախարարի բնականon աշխատանքային միջավայրը երբ հաղթում։ Ես դե կանգնես խախտում։ Դուք եք հեռացել աշխատանքից օրենքի պատճառով։ Եմ աշխատանքից կենսաթոշակային օրենքի պատճառով։ Ձեր դիտարկումները նկատառում են ինչ խնդիրներ է առաջացրել ըստ այս օրենքը ձեր համար։ Երիտասարդները, որոնք համատեղում են իրենց աշխատանքի, հիմնական աշխատանքը գիտությամբ զբաղվելով, բոլորս գիտենք, որ միայն գիտությամբ զբաղվելով դժվար է ինչ-որ հարցեր լուծել։ Փաստորեն այդ օրենքով եւս խաչ դրեցին այդ երիտասարդների աշխատելու հնարավորության վրա եւ նրանք փաստորեն ես նույնպես դուրս եկա աշխատանքից, որպեսզի իմ հիմնական աշխատավարձից պահումներ չարվեն։ Ինձ կազմակերպիչ պետքա, որ իրական կազմակերպիչ։ Քանի հոգի? 10 հոգի կազմակերպիչ կա։ Գնանք։ Չէ, 10 հոգի կազմակերպիչից մեկն է գնում։ Վեց օրենք, որ պետական աշխատողներին վերաբերվելու է կենսաթոշակային համակարգի մասին օրենքը, ես իմանալով այդ հանգամանքի մասին շտապեցի դուրս գալ եւ այն պետական համալսարանից, քանի որ նաեւ համատեղությամբ աշխատում եմ մասնավոր սեկտորում։ Արգելի քաղաքացու, խնդրում ենք Արգելի քաղաքացու Ակցիայի մասնակիցներն ասում են, որ ուզում ենք նամակը հանձնենք, բայց ոստիկանները արգելում են։ Իսկ ինչ էր պատճառը բանում ոստիկանը։ Դեռ չենք խոսել, դուք եկաք ու չհասցրեցինք խոսել։ Իսկ կոնկրետ այս բան, երբ որ դուք արձանագրեցիք, որ մարդկանց քաշքշում են, խոչընդոտում են ազատ տեղաշարժը մարդկանց, այո, մենք արձանագրեցինք։ Ինչ կարող եք ասել։ Մենք արձանագրել ենք, տեսել ենք, դրա հետ կապված կքննարկենք, եթե անհրաժեշտություն լինի, հետագայում արդեն ընթացք կտանք։ Քիչ չի դեռ որ վարչապետի հանձնարարականը այնքան այսպես հանդուգն են, որ չեն իրականացնում, քաղաքացիների նամակներ չեն վերցնում։ Այս ուղղակի ֆիքսեք բոլորիս համար, վարչապետի համար, պարոն վարչապետ, ձեր հանձնարարականը արհամարված է,
ձեր փոխարեն ձեր գործն էինք ուզում անենք, հեշտացնենք ձեր գործը, հետևողական լինենք ձեր հանձնարարականին, էդ էլ արհամարված, ձեզ համար դատողություններ արեք։ Մասնագետներից, որոնք պետք է պատրաստեն մեր երկրի վաղվա մասնագետներին։ Իշխանավորների մեծամիտ դեմքի արտահայտությունները մամուլով չտեսնենք, որ նրանք չհայտարարեն, որ կտակայինի հարցը իրանք լուծել է։ Դեմեք! 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 Ուրիշ բառ չկա։ Պարոն վարչապետին ուղղված նամակ է այստեղ։ Վերոհիշալ խնդիրներ մենք բարձրացրեցինք։ Ուզում ենք ապահովել գրանցվի այս նամակը։ Դուք գրանցման թուղթը մեզ տվեք, որպեսզի գրավոր առնեսնենք։ Որպեսզի հետևենք։ Ու բացի դրանից, ուրեմն ֆինանսների նախարարությունը կներեք մեր լեզվով ասեմ, լայախ չարեց իջնի, որ նամակը վերցնի։ Դրա համար հանձնում ենք ձեզ, որ միգուցե ձեզնից վերցնեն, կարողա ձեզնից թե չվերցնեն, չգիտեմ։ Ուրեմն ֆինանսների նախարարությունը իր պրիորիտետը ավելի բարձր դրեց, քան դուք։ Այս նամակը մի օրինակած է գնում ես։ Մեկը կրթության, մեկը ֆինանսների։ Մեկը ֆինանսների, երրորդը Ֆինանսներ մեկը վարչապետին մոլեցնում։ Լավ, ժողովուրդ, խոսեմ։ Քանի որ մեր ֆինանսների նախարարը վարչապետից բարձր պաշտոն ունի, մեզ այդպես էլ չհաջողվեց նրան մոտենալ եւ նամակ հանձնել։ Հետևաբար մենք նամակը նրան կուղարկենք նախապատրաստել ենք նաեւ նամակը հանձնելու կրթության գիտության նախարարին, որպեսզի ամեն դեպքում իր ոլորտն է վտանգված հիմա, բայց քանի որ նա բազմիցս հայտարարել է, որ ինքը չի կարող ոչինչ անել, նույնպես փոստով կուղարկվի։ Նամակները կհրապարակվեն մամուլում։ Ակնկալում ենք, որ վաղվա կառավարության նիստում ընդգրկված կլինի այս հարցը։ Համատեղությամբ աշխատող դասախոսների, գիտության ոլորտի աշխատողների հարցը։ Այսքանը։